Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք հոգեբան Միհրդադ Մադացյանի հետ։ Պարոն Մադացյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու Ես եմ շնորհակալ, որ հիշել եք։ Պարոն Մադացյան, այդ ձեր մասնագիտությունից բխող այսպես մի հարց. ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում եկեղեցու հետ կապված այսքան քահանաների իր կողմը ներգրավել։ Մենք տենում ենք գնալով մեծանում է քանակը։ Ինչպես է հաջողվում այնպես անել, որ վաղաշաբաթիները մեծ մասը, տեսնելով թե եկեղեցու շուրջին չկատարվում, գնան ու իրենց քաղաքական ուժին ձեռք տալ։ Այդ ձեզ համար այս վերլուծությունները, ազդեցությունը հասկանալի է։ Եկեք ուրեմն աղջատենք այդ հարցը, եկեղեցին դա համակարգը, համակարգում անպայման կգտնվեն դժգոհողներ եւ անպայման այդ իսկ Փաշինյանը վարպետ է այդ դժգոհողների նոր լարերի վրա խաղալու, որպեսզի կարողանա սպեկուլացնել եւ իր շահերին հասնել։ Սա նաեւ վաղաշաբաթի ընտրություններում հնչեց, որովհետեւ ամբողջ ընտրությունները անցավ առանց եկեղեցու մասին որևէ մի հիշատակման եւ նույնիսկ լրագրողները երբ որ ընթացիկ այդ բանին ընտրվողին հարցնում էին, նա ոչ թեկնածուն խուսափում էր պատասխանել, բայց շնորհավորանքը հնչեց հենց այս կոնտեքստում, որ վաղաշաբաթիները իրենց այն տվեցին, որ ինքը կարողանա պայքարել Նիկոլ Փաշինյանն էր գրառման մեջ նշել։ Այո, խոսքը սենց էր մասին, այնպես որ եկեք երկրորդ մասն էլ հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանության է, իսկ կոնֆորմիզմը դեռևս ոչ մեկը cancel չի արել, ինքը կա եւ կոնֆորմիստները միշտ ընտրելու են, միշտ իշխանական թևը ունի իր ինչ որ լծակները ընտրություններում որոշակի ավելի մեծ տոկոս հավաքելու համար։ Այնպես որ ես կարծում եմ, որ վաղաշաբաթի ընտրությունները չհաշված իհարկե են խախտումները, որը ի սկզբանե տեղի էր ունեցել, համայնք ավելացնել, ես չգիտեմ, պաստառները չհավաքել, որոշ միջադեպեր նաև տեղամասել։ Դե բայց որպես այդպեսին չի վիճարկվել ընտրության արդյունքները։ Ես համարում եմ օրգանիկ եւ իմիջիայլոց կարծում եմ, որ դա բավարար արդյունք էր ու բավականին գովելի ընդդիմության համար։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք ու Նիկոլ Փաշինյանը սա ներկայացնում է որպես մանդատ եկեղեցու դեմ գործողությունները շարունակելու ավելի սաստկացնելու համար։ Ըստ ձեզ, իսկապես վաղաշաբաթին այդ գիտակցումով է գնացել ու ձայնվել այս ուժին։ Ես ավելին ասեմ, եթե ի սկզբանե այդ նախադասությունը հնչեր, ես համոզված եմ, որ ԿՊ-ի թեկնածուն չէր հավաքի այսքան ձայն։ Եթե ի սկզբանե ամբողջ ընտրաշավը հենց հենված լիներ այս մեխի վրա, ապա Մեխակյանը չէր հավաքի այդ թիվը, որը որ հավաքեց։ Նույնիսկ իր հոր հիշողություններից ելնելով չէր հավաքի, այսպես ասում, որտեղ այստեղ բացառապես հոր հիշողություններից ելնելով եւ այլ տրված ձայներ էին, հա, հերոսի որդի եւ այլ իրավիճակներ միգուցե որոշ մասը դրանով ծածկվում, բայց չէր հավաքի։ Հիմա ի վերջո սա պարոն Մադացյան ընդդիմության պարտություններ, թե հենց իշխող ուժի այսպես վստահ հաղթանակը։ Ու ինչ հետևություն պետք է անի ընդդիմությունը։ Իշխող ուժը ընկալել դա որպես հաղթանակ, ապա դրան չէին հետևի ընդդիմության տներում եղած այդ ռեպրեսիաները ոստիկանական, որը որ տեղի ունեցավ Էջմիածնում։ Սա իշխող ուժի պարտությունն էր, որը իր ականջին հուշեց, որ համապետական ընտրություններում այլևս դոմինանտ դիրք ունենալ չի կարողանա։ Ու սա ակնհայտ հաշվարկ կարող ենք անել։ Եթե մենք այս ընտրությունները պրոյեկտենք համապետականի վրա եւ համարենք, որ Հայաստան դաշինքը, որը ներկայացված էր այնտեղ Սևակով, հավաքում է 38% ձայն, ապա եթե երկրորդ ուժ էլ մտնի, խաղալու այս ընտրություններում, ԿՊ-ի ձայները կտրուկ կպակասեն։ Այսինքն այս ընտրությունները դեռ որևէ կերպ պետք չի փոխկապակցել 26-ի հենց սա եմ ասում, փոխկապակցեք, բայց եկեք հասկանանք, որ ընդդիմադիր մի դաշինքը, այսպես ասեմ, միայնակ պայքարեց, մի դաշինքը միայնակ պայքարեց ամբողջ պետական ռեսուրսի դեմ։ Ընդ որում, հաշվի առնենք, որ Հայաստան դաշինքի ոչ մի public persona, հանրային persona
անձամբ չմասնակցեց այդ ընտրություններին։ Փաշինյանն էլ այնտեղ չէր մասնակցում։ Փաշինյանը չմասնակցում, բայց Ալեն Սիմոնյան, Պապիկյան, բոլոր այդ բանը, հա, մասան այնտեղ ապրում են։ Իդեպ ինչի՞ց էր Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էին տվել, որ չկա, նա էր խուսափում։ Կարծում եմ, որ վիճ-հարցումները, որ երևի թե բոլորն են անում, նաև ԿՊՆ-ն անում եւ ակնհայտորեն կարող ենք այսօր ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը Հայաստանում թոփ առաջինն է։ Եվ Փաշինյանի ինտեղ լինելը խիստ կկրճատեր բան։ Տեսեք, ԿՊ ընտրաշավի ինչ որ մի հատ մասը, տեսեք, sense feedback-ա տալի, ասում է մենք ընտրել ենք Մեխակյանին, մենք չենք ընտրել ԿՊ-ի։ Այսա հենց իսկ ԿՊ-ն բան դիմավորվում է, հա, դեմք հաստանում Փաշինյանի միջոցով։ Դա համար եկեք հասկանանք, որ ընտրվողը եղել է Մեխակյանը, ոչ թե ԿՊ-ն, հա, այսպես ասեմ։ Եթե մենք Նիկոլի դեմքը դնենք, Բայց դե գիտենք, չէ՞, որ նա ներկայացնում է այս ուժը քաղաքացիական պայմանագրի ուժը։ Բայց ընտրաշավի հենց այդ գովազդը, այսպես ասենք, հա, կազմակերպվում է այդ կոնտեքստով։ Ժամանակին, երբ որ Փաշինյանի ռեյտինգը բարձր էր, ինքը բոլոր պոստերների վրա, բոլոր տեխնացուների հետ իր ֆեյսը խփում էր, էլի դեմքը, որտեղ դա ռեյտինգ էր բերում իր տեխնացուին, այսպես ասեմ։ Նույն բանը տեղի ունեցավ այն մի հատ էլ Արամ Զավենի Սարգսյանի տեխնացու կար այնտեղ, չէ՞, հա, չմիշի մազգանունը, որի հետ Արամ Զավենի Սարգսյանը ամբողջ օրը ձեռքը բռնած պտտվում էր, չէ՞, Արամ Զավենի Սարգսյանը, որտեղ ինքը իրենից ոչ մի պերսոնա չէր ներկայացնում եւ կարծես թե Արամ Զավենի Սարգսյանը իրան քաշում էր դեպի հանրային դաշտ, այսպես ասեմ, իրականում պարզվեց, որ Արամ Զավենի Սարգսյանն է բաղաշապտում առանձնապես իրանից ոչինչ չի ներկայացնում։ Իրեւ երեք նույն Արամ Սարգսյանը դիմավորում էր Նիկոլ Փաշինյանին այնտեղ իրենց պատարակների մականացման հարցում։ Արամ Զավենի Ասում են բարով եք եկել։ Հա, Արամ Զավենի Սարգսյանը այդ ինձ շարք հա, սենց հասկանում եք նեղացածների, ես այսպեսի տերմին եմ սիրում օգտագործել, Նիկոլ Փաշինյանի շուրջը հիմա հավաքվում են նեղացածները, տարբեր ոլորտներից նեղացածները, իսկ հոգեբանորեն նեղանալը ամենադեստրուկտիվ եւ ամենաթույլ վարքագիծն է, որ հնարավոր է դրսևորել։ Նեղացածները եկեղեցուց եւ կաթողիկոսից, նեղացածները, չգիտեմ, հասկացար, ինչ որ կարգերի։ Ինչի՞ են նեղացած, ինչու չեն ներում։ Գիտեք, հետաքրքիր մի բան ասեմ, նեղանալը ինքը հոգեբանական որպես կատեգորիա ամենաթույլ եւ ամենաանհիմն կատեգորիան, հա, որովհետեւ երբեք ոչ մեկը ոչ մեկից նեղանալու խնդիր չի կարող ունենալ։ Եթե ես ունեմ ֆիասկո, սա իմ, նու ես կարող եմ իմ վրա նեղանալ, հա, ասենք սիմվոլիկ ասենք, սա իմ չարչարանքի կամ пассивության արդյունքն է եւ այլն։ Բայց տեսեք, որ 18 թվականի ամբողջ հեղաշրջումը տեղի ունեցավ հիմնված նրա վրա, որ ժողովուրդ ձեզ նեղացրել են։ Եվ դուրս եկան փողոց նեղացածները հիմնականում։ Նեղացրել են 50-50% ձեր հայ մտնելով, հա, հիշում եք այդ լեգենդները, որ այն ժամանակ պատտվում էր, չէ՞, տարբեր լեգենդներ կային։ Թալանել են ձեզ, ես չգիտեմ, բայց դե արդարության պահանջել կար։ Թալանել են, կեղեքել են, արդարության պահանջ կար, բայց այդ արդարության պահանջը գալիս է թալանել են, կեղեքել, բայց ոչ բան չարվեց, ոչ արդարություն տեղի ունեցավ, ինչպես տեսնում ենք հիմա ամենաանարդար շրջանն ենք, ապրում մենք երկիր մոլորակի վրա։ Նույն ես չեմ պատկերացնում, երևի ինչ որ մի երկրում էլ կարող է sense լինի կամ չլինի։ Որովհետև այս փուլում մեր մոտ ոչ իրավագիտություն է գործում, ոչ դատական համակարգն է արդար որոշումներ անում, որ նմանապի բան գոյություն չունի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը դա նեղացածներն են։ Դա abijin է, ռուսերեն լավ խոսք կա։ Սա անպայման գտնվելու են կամայական համակարգում նման նեղացածներ։ Հիմա այս քահանաները ըստ կաթողիկոսից այսպես ասած նեղացած են։ Համակարգից, չասենք, չանձնավորենք վեհապարին։ Համակարգից նեղացած են։ Ինչ որ մեկը համարում է, որ անարդար է նշանակվեց տեղ կամ այնտեղ, ինչ որ մեկը կարծում է, որ ինքը ավելի լավ վեհապար կլիներ, քան այսօրվա վեհապարն է։ Երրորդը ուրիշ բան, բայց ինքը նեղացած է։ Էս է ամբողջ խնդիրը։ Բայց չէ՞ որ այս քայլով հենց իրանք
հարվածում են եկեղեցուն ու ակամա թե ակամա աջակցում են այս եկեղեցու դեմ այս արշավին։ Տեսեք, նեղացածը չի կարող գլոբալ որևէ արժեք ընկալել։ Նեղացածը սեփական շահից, սեփական կաշվից ընկում ոչ մի բան չի ընկալում։ Նեղացածը պատրաստ է նավը խորտակել միայն թե, հասկացար, հա, նեղացածը պատրաստ է մի աշկը հանել, միայն հարևանի երկու աշկը դուրս գա, հա, սենց հայկական այդ անեկդոտը հայտնի բոլորիս հին բանը։ Այս է նեղացած ասածը։ Նեղացածը պատրաստ է ինքը իրան էլ վնաս տա, միայն դիմացինին վնաս լինի։ То есть դեստրուկտիվ վարքագիծի է բերում նեղացածությունը։ Նեղացածությունը բերում է վրեժի զգացումի, որը դեստրուկտիվ է եւ այլ եւ այլի։ Հիմա նույն այդ Ստեփան, չգիտեմ ինչան է, այդ Ասատրյանը վերջնական արդյունքում մնաց մենակ այդ պատերի արանքում, հա, այս փուլում համենայն դեպս եւ վերջնական արդյունքում կարգալույց եղավ, վերջնական արդյունքում մնաց ամեն հանունքով։ Դե բայց դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն է հերթով, այսպես եկեղեցիներով, այս շղթան մեծացնելով գնում։ Արդեն հեսա այս Կիրակի Երևանում Գրիգոր Լուսավորիչում են այդ պատարագշոուն լինելու։ Արարատի մարզում եղավ, ընդ որում այդ պատարակ մատուցողը գլուխոնարվողը Գրիգոր Գևորգ Սրբազանը նույն կաթողիկոսի հովանավորչությամբ այդպես գործած բարձր հովան ներքո գտնվող քահանաներից էր։ Գիտեք, ես կարծում եմ աղոթքի ինտրիգին հրավիրված Փաշինյանի հյուրերը ամենալավն են անդրադարձել իր ամբիցիաներին եւ վիճակին, որտեղ հարցազրույցի ժամանակ կարծես այդ հյուրերից մեկը հետեւել միտք արտահայտեց, որ Փաշինյանը ուզում է հոգեվոր առաջնորդ դառնալ Հայաստանում եւ դրա համար վեհապարին ամենքետ փորձում է սասանել։ Դերևս հնուց այսպիսի մի կարգ կա, իշխանությունը տարբեր է լինում եւ կրոնական իշխանությունը ինքը ամենաամուրն է եղել բոլոր համակարգերում, որտեղ հիմնված է եղել մետամակարդակի աստծո վրա։ Փաշինյանը իր երկրային իշխանությունը սասանելով մի ձև է գտել մտնի այդ դաշտ։ Այսօր դա է տեղի ունենում եւ այնպես չի, որ Փաշինյանը եթե վաղը իր մոտ ստացվի, որ ես համոզված եմ այդպես չի լինելու, եկեղեցու այդ ոտնձգությունները հա անհաջողությամբ պսակվի, հաջողությամբ то есть իր տեսանկյունից, ապա որևէ մեկին այս պերսոնաժներից թույլ է տալու, որպեսզի եկեղեցին կառավարեն։ Բա ինչ է անելու, ինքը միանշանակ ինքը կձեռնադրվի կաթողիկոս։ Սա իմ համոզմունքն է։ Ոչ մեկը թող հույս չունենա։ Փաշինյանը անձակենտրոն է եւ բոլոր տեղերի ղեկավարները պետք է լինի ինքը։ Ինքը պիտի լինի ամեն ինչը, ամենայն աշխարհի, հա, այս է Փաշինյանը։ Պարոն Ադյացյան, իսկ շատ այսպես շրջանակներ փորձագետներ, քաղաքագետներ ասում են, որ սա դրսից այսպես գլոբալիստների էլ թուրք-ադրբեջանական այդ կողմից պարտադրված ծրագրված մի շղթա է։ Դուք այս տեսակետը կիսում եք։ Տեսեք, ես կիսում եմ հետևյալ տեսակետը։ Փաշինյանը միշտ խաղացել է իր խաղը, բայց ինքը միշտ ալիքները բռնել է։ Ինքը միշտ գտել է այն ուժերը, որոնց շահերը իր շահերի հետ էսպային համընկնում են եւ կատարել է իրանց պահանջը։ Եկեք մի հատ գլոբալ նայենք ինչ տեղի ունեցավ։ Նախկինում Փաշինյանը ուներ արևմուտքի մեծ սատարումը։ Այսօր արևմուտքը միանշանակ չի եւ միատար չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ դիրքորոշումներ են տալի, որից եվրոպական արևմուտքը սկսում է բավականին լուրջ մտահոգության մեջ ունենալ, ուրել թե մեկին էլ պաշտպանի, հա, այսօր կարծես թե Զելենսկու խնդիրներն է բավականին բարդ, որ ինքը պաշտպանի, իսկ միակ ուրիշ կենտրոն թույլ մի փոքր, բայց այն կենտրոնը, որը իրան կարող է ինչ-որ մի ձև սատարել, դա թուրք-ադրբեջանական կենտրոնն է, բայց ես համոզված ասեմ, որ ես հակված չեմ մտածելու, որ թուրք-ադրբեջանական կենտրոնը նույնպես անկեղծ սատարելու է Փաշինյանին, որովհետև թուրքերը բավականին լավ դիպլոմատներ են եւ շատ լավ իրավիճակի մեջ կողմնորոշող ու իրենց շահին են նայելու։ Ու քանի Փաշինյանը սպասարկում է իրենց շահը, միգուցե եւ Փաշինյանին փորձեն պահել, բայց ինչ որ փուլից հետո մեծ հաճույքով մատաղ կանեն ու կարծում եմ մենք դա կտեսնենք։ Ընտրություններ թե ընտրություններից
Տեսեք, քանի որ շատերը Փաշինյանի առևտուրը Թուրքիայի հետ սահմանադրությունը փոխելու հետ կապված, որ Թուրքիայի անինի պատասխան ինքը ասեց մի հետաքրքիր ֆրազ, սահմանադրությունը կփոխի նա, ով որ կընտրվի հաջորդ ընտրություններում։ Սրանով ուզենալով հասկացնել, որ ինքը չի անելու մինչև ընտրությունները որևէ քայլ սահմանադրություն փոխելու, որտեղ դա չէ իրենց պահանջը, եւ ասելով, որ ինձ պահեք, ես ընտրվեմ, ես ձեզ խոստանում եմ կլուծեմ խնդիրը։ Սա է եղել այդ մեսեջի իմաստը։ Այնպես որ Փաշինյանը այսօրվա դրությամբ Փաշինյանի համար ընտրությունները կենաց եւ մահու խնդիր է եւ բարիս եւ փոխաբերական եւ բուն իմաստով, որովհետեւ մի քիչ դժվար իրավիճակ է ստեղծվել։ Պարոն Ադրբեջյան, բայց որքան էլ այսպես ասենք, հա, բարդ խնդիր է իշխանությունների համար նրանց ռեյտինգը պատմական մինիմումի է, բայց մենք տեսնում ենք, որ նա ցանկացած դեպքում լավ էլ հաջողում է ծրագրում, թե ընտրություններում օրինակ, թե նույն եկեղեցու հետ կապված։ Ու երբ որ օրինակ քաղաքացիներին խոսեցնում ես, այնտեղ հավաքված, շատերը այսպես լսում ենք, որ աջակցում են անգամ։ Տեսեք, ես նման որակումներ կխուսափեի տալ, որտեղ փոքրիկ ճակատամարտերով, որը որ էհական լուրջ նշանակության չեն, այսպես ասեմ, հա, չի կարելի դատել ընդհանուր process-ի ընթացքի մասին։ Process-ի ընթացքը գլոբալ իրավիճակով համակարգային է պետք նայել, իսկ համակարգային իրավիճակում, այո, ռեյտինգի փոփոխություն այսօր մենք ունենք։ Այսօր մենք ունենք թիրախային խմբեր, որոնք ատելությունը Փաշինյանի եւ այս իշխանությունների նկատմամբ մեծացել է, հենց թեկուզ նրա համար, որ իրենք ամենաշատ արդարություն գոռացողն են եղել եւ իրենք ամենաանարդար վիճակի են բերել այսօրվա դրությամբ երկիրը։ Եվ նաեւ նրա համար, որ միֆեր էին հորինել ու այդ միֆերից ոչ մեկը իրականություն չդառավ եւ մնացած բաների համար։ Հիմա այս եկեղեցու հետ կապված ես տեսա ավելի շատ ուրիշ խնդիր, պետական պարտադրանք, որովհետեւ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր առաջի նման ակցիայից, հա, աստվածանարգության խուսափեցին, հաջորդ ակցիային ինքը բերման ենթարկեց, որպեսզի լինեն տեղում եւ մասնակցեն այդ աստվածանարգության process-ին։ Բայց մենք տեսնում ենք, որ անգամ ԿՊԿ-ներից շատեր կան, որ այսել 3-4 պատարակն է, բայց խուսափում են, որպես այդպեսին երևի։ Ես ավելին ասեմ։ Թե պատգամավոր, թե նախարար։ Այո, եւ ԿՊ-ի մեջ շատ մարդիկ կան, նույն քաղաքապետը։ Ես այսօր վստահորեն ասեմ, շատ կասկածում եմ, թե ընտրություններին ԿՊ-ական լինելով ում ձայն կտան։ Ես չգիտեմ, որտեղ այս սահմաններն անցնելը մի փոքր բավական դա մարդու ներքին խնդիրն է, հասկանում եք, հավատքը եւ մնացած բոլոր բաները, սա շատ ինտիմ ոլորտ է։ Շատ մարդ պատրաստ չի դրա մասին խոսելու, բայց ունի ներքին համոզմունքները։ Եվ ես համոզված չեմ, որ ԿՊ-ում բոլորը այսպես ձայն սատարում են իր ասպատակությունը։ Ավելին ասեմ, եթե նման միաձայնության խնդիր լիներ, ես համոզված եմ, որ վաղուց Էջմիածնում միցինգ հավաքած կլիներ, վաղուց Վեհարանը կազատեր, չէ, Վեհարան վեհին, չէ, տենց էր ասում, ինչ էր ասում։ Վեհարանը վեհիր։ Այո։ Դե ինքը ասել է, երբ որ հարց ուղղվեց նրան, թե երբ մայրաթոռում երբեք գնալու, ասել, երբ որ մաքրվեմ մեղքերից։ Ինքը։ Թե ինչքան է տևելու դա, թե ինչքան։ Սա абստրակտ բան է, այսօր ես ձեզ մոտ կարող եմ ասել, որ ես անպայման աշխարհի տիրակալ եմ դառնալու, երբ որ մաքրվեմ մեղքերից։ Հետո կյանքիս վերջում կասեմ, դու չմաքրվեցի մեղքերից։ Եկեք այդ абստրակցիաների մեջ չընկնենք, էլի, որի մեծ վարպետն է Նիկոլ Փաշինյանը, հասկացա, ոչ ճիշտ սուտ խոսելու մեջ, ես իմ կյանքում, ես քիչ բան եմ տեսել, երևի կլինեն մարդիկ, բայց ես իմ կյանքում իրեն հավասարին չեմ հանդիպել։ Չի եղել այդպիսի բան։ Այնպես որ եկեք այդ абստրակցիան, որ երբ կմաքրվեմ մեղքերից, հա, ես եւ այլն, հա, այ ասում եմ ձեզ, երբ կմաքրվեմ մեղքերից, ես կդառնամ աշխարհի տիրակալ։ Դու մի քիչ շիզոֆրենիայի նման հնչում, բայց դե նույնն է, ինչ հա, որ տարբերություն չեմ տեսնում։ Շատ մեղք ես գործել։ Ով Շատ մեղքեր է գործել ես։ Ամեն մարդ ինքը պիտի հասկանա իր գործած մեղքերի չափը, ես հակված եմ ավելի շատ իրավական
դիրքորոշումներ տալու։ Ես կարծում եմ, որ 26 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը մինիմում 20 տարի կդատավարտվի։ Կարծես թե հայրենիքի դավաճանությունը 20 տարի է, չէ՞։ Ես կարծում եմ, որ իրավական նման գնահատական Փաշինյանին անձնական կտրվի։ Սա իմ կարծիքն է։ Պարոն Մադաթյան, լավ, այս ընտրությունների արդյունքներից ընդդիմությունը ինչ հետևություններ պիտի անի։ Այ մենք ամեն անգամ տեսնում ենք, որ նույն սխալները, հա, օրինակ քաղաքացին, հասարակ քաղաքացին, նույն վաղաշաբաթին կամ այլ լինի այլ ցանկացած համայնքի բնակիչ, իր առօրյա հոգսերով, երբ որ նրան գնում ասում ես Արցախ, դելիմիտացիա, դեմարկացիա, սահմաններ, սահմանադրություն, նա տեսեք, այդ մետա Իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է ասֆալտից, խոսում է ճանապարհներից, ջրի 30 տարվա ընթացքում մենք ունեցենք սխալներ, բնականաբար հայրենիքում, թվացողումներ, այսպես անունը դնեմ, դրանցից մեկը եղել է կրթական ոլորտի անտեսումը, որը հիմա կործանվում է ուղղակի, համատած այսօր են, իհարկե անհամատ է։ Բայց կրթական ոլորտի անտեսումը բերեց նրան, որ մարդիկ ավելի շատ իջան Մասլոուի բուրգով դերքեր եւ սկսեցին իրենց կարիքները ձևակերպել ավելի շատ կենթանական մակարդակի վրա, նույնիսկ դժվարանում են բարձրանալ անվտանգության մակարդակ, այսպես ասեմ։ Դրա համար Փաշինյանի ասած սլոգանները, որոնք ասֆալտ, ուտելիք, հա, չգիտեմ։ Դե բայց մարդկանց սա է հոգեարազատը մտակում մեղադրել էլ չի կարելի։ Բայց Փաշինյանը ստեղ էլ չի կարողանում կերակրել, որտեղ տեսեք այդ թոշակների այդ խոստացած ինչ որ կարկառուն բարձրացումը ինչ որ մի քանի, հա, 1000 դրամի վերածվեց, որը բոլորովին խնդիր չի լուծում եւ այլ վիճակներ։ Այստեղ ուրիշ է, ես դելի կողմ չեմ լինի այն ձևակերպմանը, որ մենք անընդհատ նույն սխալներն ենք անում։ Չէ, այդպես չի, ընդդիմությունը բավականին մեծ էվոլյուցիա ապրել է այս ընթացքում եւ կարծում եմ, որ այս վաղաշաբաթի ընտրություններից էլ ահագին բան ունի սովորելու։ Թեկուզև նա, որ անձնային ամբիցիաները հայրենիքից բարձր դասել պետք չի եւ փոքր կուսակցությունները կամ անդիմադիր կուսակցությունները, ովքեր որ իրենց օբյեկտիվ շանսերը չունեն շեմը անցնելու, չպիտի առանձին մասնակցեն ընտրություններին, այլ պիտի սատարեն այն ուժերին, ովքեր վստահորեն շեմը անցնելու։ Այստեղ ավելի շատ ձայները փոշիացնելու հարցը։ Ձայները, ախա, փոշիացնել չի, ԿՊ-ին ձայն տալու հաշիվը։ Եկեք բան անենք, ազնիվ լինենք եւ ասենք, որ այն բոլոր կուսակցությունները, ովքեր որ չանցան շեմը, ձայների բաշխումով որոշակի քանակ անցավ քաղաքացիական պայմանագրի։ Ու ըստ տոկոսային հարաբերակցության ԿՊ-ին ավելի շատ ձայնացավ, քան ընդդիմությանը։ Փաստացի այդ մարդիկ դառան ԿՊ-ի արբանյակ, այսպես ան։ Չուզենալով, ես չեմ ասում դրանցից որևէ մեկը այդ միտքը ունեցել է, չուզենալով դառան ԿՊ-ի արբանյակ։ Այ խոսքը սրա մասին է։ Ինչա սեփական ամբիցիաներն են։ Ավելի շուտ փոշիացնելը չի, ավելի շուտ սրա մասն է խոսքը։ Եվ դրա համար հաջորդ ընտրությունների միգուցե պետք է լինելու, ես կարծում եմ ստրատեգիկ ավելի ճիշտ կլինի, որ մեծ ուժերը մասնակցեն, իսկ փոքր ուժերը սատարեն մեծ ուժերին։ Հավատացեք, որ այդ մեծ ուժերը փոքր ուժերին չեն անտեսելու, որովհետև շատ լավ հասկանալու են ինչ օգտավետ գործ են անում։ Բայց եթե այդ փոքր ուժերը փորձեն էլի իրանց գոռոզամիտության, հա, արդյունքում մտնել խաղի մեջ ու հավասար փորձել խաղալ այն այս ճակատամարտում, որը լինելու է որոշիչ, դա 26-ի ընտրությունները, որոշիչ ալնելու բավականին երկար հատված է։ Պարոն Մադաթյան, իդեպ քանի որ խոսեցի կուսակցություններից մեծ, Նիկոլ Փաշինյանը անդադ ընտրություններից առաջ խոսում է կուսակցությունների թափանցիկության, հաշվետվության մասին, ընդհանուր հարց է բարձրացնում, որ կարող է ինչ-որ փուլում այս կուսակցությունները անգամ չկարողանան ընտրությունների մասնակցել, իրավունք չունենան։ Ես կարծում եմ, էլի սեփական կարծիքով, որ այդպես է լինելու է եւ որոշ ուժերի Փաշինյանը փորձելու է խոչընդոտել իրենց գրանցումը ընտրություններին, բայց ես չգիտես ինչի ներքին համոզմունք ունեմ, որ նույնիսկ դա որոշիչ դեր չի խաղալու արդյունքի վրա եւ 26-ի արդյունքը լինելու անխուսափելի։ Այսպես չի կարող հավեր շարունակվել եւ գեոպոլիտիկ արագ չասեմ սրընթաց սլացող փոփոխությունները հուշում են, որ Փաշինյանների դարը ավարտվել է դեռևս անցած տարի,
կամ այս տարվա սկզբին, իսկ վերջնական կետը դրվել է, հասկացար, Ալյասկայում։ Այնպես որ ես խնդիր ունեմ մտածելու, ես կարծում եմ նույնիսկ որ այս փուլում ոչ միայն Փաշինյանը ունի մտածելու, այլև Մակրոնը ունի մտածելու, Շուլցը ունի մտածելու, որտեվ փոխվել է այդ բայդենական այդ ոճը, հա, այդ պոպուլիստական կառավարման, հա, խաբեություններով ինչ որ հրահրելու, պատերազմներ հրահրելու եւ մնացած բոլոր բաների։ Իսկ Փաշինյանը չի կարա որպես կույրախիկ մնա վերջում։ Սա վերանան Փաշինյանը այդպես մնա, ու չի դառնալու այդպես։ Իրականում Փաշինյանը շատ արագ դիմափոխ լինելու հնարավորություն ունի եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում անպայման ռուսական ազգային ազգեստներ կհակնի ու անպայման կգնա Ռուսաստան Պուտինին համոզելու, որ ինքը միշտ քնելուց առաջ Պուտինին կարի նայում նորա քնում, հասկացա, որովհետև իրավիճակը սկսում է փոխվել, բայց չեմ կարծում, որ դա այսօր իրավիճակ կփոխի որևէ մի ոլորտում, դին դա ամերիկյան, դա ռուսական։ Իսկ ամերիկյան ոլորտում համոզված եմ, որ ուղիղ մի ամիս հետո Տրամպը Փաշինյանին տեսնելուց նույն չի հիշելու, դա այնտեղն է, թե այնտեղն չի։ Դες это էլ կինոնը տենց է բրծնելու։ Իսկ մենակ Փաշինյանը ինքը ոչ ոք է, չնայած միշտ ինքը համարել է, որ ինքը այնքան տաղանդավոր է, որ կարա մենակ խաղա, ուղղակի հաշվի չի առել, որ այս աշխարհում զուգահեռ գծեր չկան։ Այդ զուգահեռ գծերը միշտ ինչ որ կետում հատվում են։ Ինչ որ հեռավորության վրա։ Հիմա այդ հատման պահն է, որտեղ կարծում եմ, որ չի աշխատելու Փաշինյանի ավանտյուրան։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մադրասյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք հոգեբան Միհրդադ Մադացյանի հետ, շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։